Մինչ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակա մարզային վարչությունների ղեկավարները կնախապատրաստվեին հաշվետվությանը, դահլիճից հարց ուղղեցին փոխնախարարին, թե պարոն Մխիթարյան, երբ է բարձրացվելու մեր աշխատավարձերը։ Տարիներ շարունակ հարցը բարձրաձայնվել է նախարարությունում։ Համապատասխան դիմումնամակ է հղվել երկրի վարչապետին ու նախագահին։ Հայկ Մխիթարյանին ակնհայտ դուրս չեկավ հավաքվածների հարցադրումը, ով արձագանքեց՝ այս տարի աշխատավարձի ավելացում չի լինելու։ Աշխատավարձերի հետ կապված առայժմ ես ոչինչ ասել չեմ կարող, քանի դեռ չի ներկայացված 2012 թվականի բյուջեն։ Մենք փորձենք աշխատում ենք այդ ուղղությամբ ներկայացնելու աշխատավարձերի հետ բարձրացման խնդիրը բյուջե, սակայն դեռ մեր հաշվապական հաշվառման վարչությունը, ինչպես նաև մյուս տեղերը կառավարությունը չի պահանջի, որպեսզի ներկայացնենք եւ քննարկմաններ անձամբ ես եմ մասնակից լինելու։ Ապա մարզային փրկարարական վարչության պետը խոսեց արձանագրված արտակարգ պատահարների մասին։ Ըստ այդմ Շիրակի մարզում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 146 արտակարգ պատահար։ Թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն աճել է։ Տեխնացին, ինչպես նաև սոցիալ-կենցաղային բնույթի աղետներից մարզը ապահովագրված չէ իր ելույթը, այսպես սկսեց Մարատ Սարիբեկյանը։ Ապա խոսեց ոլորտում առկա թերությունների մասին։ Մարզը համալրված չէ նյութատեխնիկական բազայով, անձնակազմը համալրման կարիք ունի։ Առաջադրված խնդիրներին լուծում տալու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները չստացան։ Դեպքերի շատ լինելու դեպքում ֆիզիկապես շատ դժվար իրականացնել պարտականությունների կատարումը։ Իսկ հարգելի պատճառով բացակայություն է կամ արձակուրդների դեպքում դժվար է ծառայության կազմակերպումը։ Երրորդ, ջրափրկարարական աշխատանքների պատշաճ իրականացման նպատակով փրկարարական ջոկատին հատկացնել մեկ ավագ ջրասուզակ փրկարարի հաստիք եւ համապատասխան ջրափրկարարական գույք։ Մարզի հրդեհային տեսչության պետն էլ անդրադարձավ 2011 թվականին արձանագրված դեպքերին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհները եւ դրանց հետևանքով առաջացած նյութական վնասի չափերը անհանգստացնող են համարվում։ Մասնագետների խոսքերով հրդեհավտանգ իրավիճակները հատկապես Շիրակի մարզում շատ են, իսկ դրանցից խուսափելու եղանակները քիչ։ Այս առումով Սամվել Խաչատրյանի անհրաժեշտություն կա անտարածածք վայրերում սահմանել 24-ժամյա հսկողություն, քանի որ գերակշռում է միտումնավոր հրդեհման դեպքերի թիվը։ Հրդեհները տարածաշրջանում ունի հետևյալ տեսքը. Գյումրի քաղաքում 17, Արտիգի տարածաշրջանում 9, Անի 4, Ախուրյան 9, Աշոտսկ եւ Ամասիա 2-ական դեպքեր։ Եթե համեմատենք տվյալները նախորդ տարվա հետ, ուրեմն պետք է ասեմ, որ հրդեհների աճ է արձանագրվել Արտիգի տարածաշրջանում 4, Ախուրյանում 2, Աշոտսկում եւ Ամասիայում 1-ական դեպքեր։ Հաշվետու ժամանակահատվածում մարզում գրանցվել են 12 արտադրական վտանգավոր օբյեկտներ, այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում մարզում գրանցվել է ահավորների թիվը կազմել է 6-ը։ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տեղի պատասխանատուն խոսեց կառույցի սարքավորումների մաշվածության մասին, դրանք վերջին 20-ամյակում չեն փոխարինվել, ինչը բնականաբար լուրջ բարդություններ է առաջացնում, ուսումնասիրելու երկրաշարժի օջախները։ Սերգեյ Նազարեթյանն առաջարկում էր ոլորտին առավել ուշադրություն դարձնել։ Հայկ Մխիթարյանը հակադարձեց, վերջինիս Հայաստանում չկա մեկը, ով կկարողանա կանխորոշել, թե երբ եւ որտեղ է սպասվում երկրաշարժ, ավելին ըստ նրա, եթե Ճապոնիայում չեն կարողանում դա կատարել, Հայաստանում առավել եւս հնարավոր չէ։ Եթե աշխարհը չի կարող, եթե ճապոնացիները չեն կարող ասել, առավել եւս մենք չեն կարող ասել, այդ իսկ առումով, այո, ինչ է։ Խելացի են, բայց չեն կարող ասել օրն ու ժամը։ Վերջում անդրադարձ կատարվեց 2 ամիս առաջ նախարարությունում մշակված բնական աղետների ռիսկերի նվազեցման նոր հայեցակարգին։ Ամփոփելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակը նախարարության աշխատակիցները փաստեցին, մարզային վարչությունները աշխատել են թերություններով, տրվեց հստակ հրահանգ, մինչև տարեվերջ դրանք վերացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։ Փայլակ Ֆարադյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։